Գանք ապրանքաշրջանառությանը ռուսական վերջին դրվագը հատկապես հետաքրքիր է Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի միջև, թե ինչքան է այս պահին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը թվերի էական տարբերություններ։ Ինչու՞մն է այստեղ։ Ստեղ ունի երկու պատճառ, առաջին հերթին իրավիճակը ամիս Նախ ասենք նվազել է։ Այո, մեր մոտ արհեստաշրջանառությունը այս պահին, արտահանումը ասեմ, արտահանում գրեթե 2 անգամ պակաս է, քան 2024 թվականին, այսինքն 2024 թվականին մեր արտահանումը կազմել է 13.1 միլիարդ դոլար, այս տարի ակնկալվում է, որ փակել ենք մոտավորապես 7 միլիարդով, այսինքն 2 անգամ անկում, եւ առաջին հարցին ուր է այդ ապրանքային, ուր ենք, ինչու տնտեսությունը չի անկում կատարել դրանից, ինչու ասեմ, որ օրեցօր իրավիճակը փոփոխվում է, մեր օրեցօր մեր արտահանումը եւ տրշրջանառությունը անկում է ապրում, այստեղ երկու պատճառ կլինի, առաջինը, որ նախագահները զբաղված մարդիկ են եւ կարող է չհասցրաձեկուցել վերջին թվերը եւ իրանք հիմնվում են, ասենք 24 թվականի փակված տվյալների, որ արդեն հին է, եւ երկրորդը այն է, որ այստեղ թվերի շահարկում կա, որովհետեւ հենց որ հասկանալ է, որ վերարտահանում ունենք, հենց որ վերարտահանումը, այսպես ասած, չէր երևում կամ մեզ օգուտ էր դրա վրա ուշադրություն չդարձնենք, մենք դրա վրա չենք ուշադրություն դարձնում, այս բանին որ վերարտանում հստակ երևում է, մենք դա շահարկում ենք։ Այսինքն այդ երկու պատճառ կա։ Իրականությունը այն է, որ տեսեք Հայաստանի Հանրապետության, եթե արտահանման ցուցանիշների մասին ենք խոսում, 21 թվականին մինչև ռուս-ուկրաինական պատերազմը մեր արտահանումը ընդհանուր 3 միլիարդ էր, 25 թվականին 5.4 միլիարդ, 22 թվականին 5.4 միլիարդ, 23 թվականին 8.5 միլիարդ, 24 թվականին արդեն 13.1 միլիարդ, այսինքն 4 կարճ տարիների ընթացքում 4.5 անգամ աճ արտահանման ու առաջին տեսանկյունից գերազանց արդյունք է, սուր ենք շարժում, էլի, բայց իրականությունն այն է, որ 24 թվականի արտահանման 75%-ը եղել է վերարտահանում, պաշտոնապես դա չի գրանցվել, 4%-ն ընդհանրապես գրանցվել վերարտահանում, բայց եթե 13.1 միլիարդից հանենք 75%, կոնկրետ ինչ որ երկրից եկել գնացել, 75%-ը տանկը մնալու է 3.6 միլիարդ, որը համեմատելի է 21 թվականի 3 միլիարդ, սա է մեր իրական ներուժ, դա պիտի հասկանանք, այսինքն այս վերարտահանումը ուռճացրել է փուչիկի պես արտահանման առևտրաշրջանառության տվյալները եւ արդեն այդ փուչիկը պայթել է, ինչպես նաեւ որոշ ցափով հնայի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշները, հիմնականում արդյունաբերության տեսանկյունից, որտեղ մենք ոչ թե ունենք արդյունաբերություն, այլ ոսկու վերարտահանման արդյունաբերություն, գալիս էր ապրանքը, գնում էր նույն ձև Հայաստանի վրա ոտ չէր դնում, արդյունաբերություն էին գրանցում։ Չէ, այստեղ էական է բյուջետային մուտքեր լինում են եւ ինչպեսին։ Տեսեք, բանը, օրինակ արդյունաբերության տեսանկյունից են գնացվում, սա որպես։ Չէ, վերարտահանման մասին է խոսում։ Այո, վերարտահանումը հիմնականում ոսկու վերարտահանումներ, 75% վերարտահանումից, ընդհանուրի մեջ 63% եղել է ոսկին եւ ադամանդը, որ եկել է Ռուսաստանի Դաշնությունից, գնացել է Միացյալ Արաբական Էմիրություններ եւ մեծ Չինաստան, ու անցել է Հայաստանի Հանրապետությունով ամբողջությամբ, ուռճացրել է մեր արտահանման տվյալները, այն ինչ 2024 թվականին մեր արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն անկում կատարել 10%, դեպի Եվրոմիություն 14%, բայց դրա վրա աչք էինք փակում, որտեղ ընդհանուր արտահանումը ուռճացված փուչիկ էր։ Հիմա սա գրանց ոչ միայն արտահանումներ ուռճացնում, այլ նաև հնայի ցուցանիշները, հատկապես արդյունաբերության ցուցանիշները, որտեղ մինչև 2023 թվականի նոյեմբերը արդյունաբերության աճը 0-ական էր։ Հենց որ սկսվեց վերարտահանումը, արդյունաբերությունը ընդհանուր մինչև 17% աճեց ու ԵԱՏՄ երկրներում նոյեմբերին 2024 թվականի արդյունաբերությունը տարեկան կտրվածքով 17% էր, որը ամենամեծն էր այս տարածաշրջանում, զանգում ասում էին իմ գործընկերներ, ինչ արդյունաբերություն ունեք 17, ասում սա փուչիկ է, ժամանակավոր է։ Եվ տեսանք, որտեղ երկու կարճ ամիսների ընթացքում անկում ապրեց մինչև 4.5% 24 թվականի վերջին, հետո փետրվարին դարձավ մինուս, չգիտեմ, 20-30%, հիմա նորմալիզացիա Արցանա, որ արդյունաբերության մեջ արծում ապահովեց շուկայում, որ անշարժ գույքի հետ կապված գործողությունների աճն է ապահովում, ու սենց ոնց որ շղթա է դառնում, որը սենց լավ շղթա չէ, այն տեսանկյունից, որ այդ շղթայում եթե միտեղ ասենք փլուզում եղել, մեր բոլոր համակարգը փլուզի եւ ընդհանուր տնտեսությունը ինքը միտված է նրան, որ տների գները աճեն, շինարարությունը լինի, որտեղ դա է հիմնական ներդրումը, որը հիմնական տնային աճը կապահովի, ընդհանուր ծառայություններն է կաճեն, բայց դա
այնպիսի իրավիճակ է, որ մենք մեր առևտուրը արտահանումը մեր արտադրության չէր հարված եւ շատ փխրուն իրավիճակ է։ Եւ մենք հասկանում ենք, որ հաջորդ տարվա ընթացքում, ասենք, կարող է 5.5% գնաճ այս տարվա ընթացքում հազիվ ապահովենք դրա համար եւ նաեւ կարող է եւ ծախսերը կրճատում ենք։